մեր հայրերը, պապերը, որ իրենց կյանքը, իրենց առողջությունն ամեն ինչ ներդրեցին խորհրդային տարիներին պետության կայացման գործում, այսօր հայտնվել են մեղմ ասած շատ այսպես չքավոր իրավիճակում եւ ներկայ իշխանությունների վարած քաղաքականությունից պարզվում է, որ մեր թոշակառուները մեղմ ասած իսկապես ծանր վիճակում են։ Այ եթե դուք գաք իշխանության, ինչ եք պատրաստվում անել այդ ուղղությամբ։ Վասան Ղուկասյանի կամ դոկուսակցության իշխանության դեպքում սոցիալական խնդիրները մղվելու են առաջին պլան։ Իսկ մի ասեք, որտեղից այդ գումարները, եթե մենք թակում ենք կոռուպցիայի վինտիրը, որը միջև այսօր ոչ մեկ չփակի, ոչ նախկինները, ոչ ներկաները։ Մենք ունենանք գումարներ եւ թոշակառուների հարցերը լուծելու, եւ անվճար ուսում ապահովելու, եւ անվճար քաղաքային տրանսպորտ ապահովելու համար։ Երբ ենք մենք ձեզ տեսնելու լիակատար ազատության մեջ եւ ինչ ասելիք ունեք, ինչ ավելացումներ կան, որ կուզենաք իմանալ։ Հուսամ այս ամիս, հուսամ։ Պիտի լինի նախորդ ամիս, բայց ո՞ց եմ ասում, բյուրոկրատական է քաշքշուկը, ինձ սա հավորություն է, մա չգիտես, սա կանխամտածված են անում։ Ուղղակի այս երկրի վիճակն այս վերջի մի քանի ամիսը այս վիճակի մեջ հələ որ բարձ չի, թագի եմ չեմ կարող ճոգել։ Բայց այս բյուրոկրատական վիճակ ես չեմ տեսել ոչ մի տեղ, բայց հուսանք այս ամիս, լիահույս ենք։ Մի գեղեցիկոր, մի լապան հալբատ է կլասենք, այսքանը։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն բոլորին, իմ հետևորդներին, շեգահացում, լիահույս ենք լինում, եմ ասում, всё у нас впереди։